Ողջույն, այսօր պատրաստելու ենք շատ համեղ ամառային տոլմա որոշ բանջարեղենային հավելումներով։ Եվ նրա պատրաստման համար վերցրել եմ մոտավորապես 1,5 կգ դավարի աղացած միս, մի փոքր իհարկե խառնում եմ խոզի միս աղացած, որպեսզի միսը փափուկ ստացվի, բրինձ, սոխ, կանաչեղենից համեմ, մաղադանոս, սամիտ, չորացրած ռեհան, բանջարեղեններից վերցրել եմ խոշոր պղպեղ, սմբուկ և խոշոր լոլիկ։ Դե ինչ, սկսում ենք կաղամբը խաշելուց, իսկ խաշելու իմ տարբերակն էսպիսին է։ Նախորոք եռացող ջրի մեջ իջեցնում եմ ամբողջական կաղամբը գլխի վայր և եռացնում 2 րոպե, այնուհետև հերթականությամբ հանում եմ թերթիկները։ Այս տարբերակով թերթիկները չեն վնասվում, մնում են ամբողջական և հեշտությամբ է փաթաթվում խճողակը։ Իսկ այդ ընթացքում մինչ կսարճեն մեր թերթիկները, պատրաստում ենք խճողակը։ Աղացած մսի մեջ ավելացնում ենք նախորոք լվացած բրինձը, մանր կտրատած սոխը, կանաչեղենը, որոնցից միայն ռեհանն եմ չորացրած տեսքով օգտագործում, քանի որ այն շատ անուշաբույր համ և հոտ է փոխանցում մսին, ինչպես նաև չենք մոռանում աղը, կարմիր և սև պղպեղները, մի փոքր ավելացնում եմ ջուր և վերջ, ահա և խճողակը պատրաստ է։ Կարող ենք փաթաթել։ Լոլիկի, պղպեղի և սմբուկի մեջ ավելացնում եմ մի փոքր աղ, հետո նոր լցոնում խճողակը։ Տոլմայի վրա լցվող ջուրը արդեն պատրաստել եմ, որի մեջ լցրել եմ կիսալուսնաձև կտրատած սոխը, կարմիր և սև պղպեղները, համեմունքներ տարբեր տեսակի, կանաչեղեն և այս ամբողջը վերջում պետք է լցնեմ արդեն փաթաթված տոլմայի վրա։ Եվ այս համեղությունը պետք է եփել 40-ից 45 րոպե, սկզբում ուժեղ, այնուհետև մարմանդ կրակի վրա։ Դե ինչ, ահա և պատրաստ է մեր համեղ ամառային տոլման, մնում է փորձել, բարի ախորժակ։ Իդեպ չմոռանամ ասել, որ ես ունեմ նաև YouTube-յան ռուսական ալիք, որտեղ կան ևս շատ համեղ բաղադրատոմսեր, կարող եք հետևել, գրանցվել, սիրով կսպասեմ ձեզ, հղումը կթողնեմ այս տեսանյութի ներքևի հատվածում։